Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ավարտել են ռազմական գործողությունը մեջբերում տապալված նախագահ Ասադի մնացորդների դեմ։ Սիրիայի նախկին նախագահի կողմնակիցների ու կառավարական ուժերի միջև բախումների հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել, հիմնականում խաղաղ բնակիչներ, նրանց թվում 2 հայեր։ Օվալաձև սրահում Թրամփ-Վենս Զելենսկի սկանդալային միջադեպից հետո վաղը Սաուդյան Արաբիայում նահանգների ու Ուկրաինայի պատվիրակությունները կրկին կփորձեն։ NBC News-ի աղբյուրները հայտնում են Թրամփն ավելին է ուզում, քան օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրումն է։ Սպիտակ տան ղեկավարի ակնկալած նոր զիջումը Զելենսկին պիտի հրաժարվի օկուպացված տարածքներից։ Մինչ կողմերը պատրաստվում են բանակցությունների, ռուսական զորքերն այսօր շարունակել են առաջխաղացումը Կուրսկի շրջանում, հաղորդում է Reuters-ը։ Ռուսական գրոհն ըստ լրատվամիջոցի սպառնում է շրջափակման մեջ դնել հազարավոր ուկրաինացի զինվորների։ Ռուսական կողմը դեռ 3 էր հայտարարել, Կուրսկի 7 գյուղերից դուրս են մղել ուկրաինական զինուժին։ Կանադայի բանկի նախկին կառավարիչ Մարկ Քարնին կփոխարինի Ջասթին Թրյուդոյին երկրի վարչապետի պաշտոնում։ Քարնին կիրակի ստանձնել է Կանադայի իշխող լիբերալ կուսակցության առաջնորդությունը։ Հունվարի սկզբին Թրյուդոն հայտարարել էր 9 տարվա ղեկավարումից հետո մտադիր է հեռանալ թե վարչապետի, թե կուսակցության ղեկավարի պաշտոններից։ 59-ամյա Քարնին հայտարարել է ինքը լավագույն դիրքերում է կուսակցությունը վերակենդանացնելու եւ Թրամփի հետ առևտրային բանակցությունները վերահսկելու համար։ Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են սկսել։ Եռակողմ ռազմական կապերն ամրապնդելու նպատակով տեղեկացնում է իրանական ԻՌՆ-ն։ Անվտանգության ծովային գոտի 2025 անվանում նստացած զորավարժությունները մեկնարկել են Իրանի Չեհ-Բեհար նավահանգստում։ Վարժանքների հիմնական փուլը վաղվանից է սկսվելու։ Դրանց հետևելու են ռազմական դիտորդներ Ադրբեջանից, Պակիստանից, Քաթարից ու մի քանի այլ երկրներից։ Միացյալ Նահանգները պաշտոնապես չեղարկում է USAID-ի ԱՄՆ զարգացման գործակալության ծրագրերի 83%-ը։ Այս մասին X-ի իր հարթակում տեղեկացրել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Որոշումը կայացվել է 6 շաբաթյա ստուգումների արդյունքում։ 5200 արդեն լուծարված պայմանագրերի վրա միլիարդավոր դոլարներ են ծախսվել, ոչ իշահ Միացյալ Նահանգների, գրել է Ռուբիոն։ Կոնգրեսի հետ խորհրդատվություններից հետո պետքարտուղարությունը մտադիր է ուժի մեջ մնացած շուրջ 1000 ծրագրերը ավելի արդյունավետ կառավարել։ Գերմանիայի 28 օդանավակայաններում 24-ժամյա գործադուլ է հայտարարվել աշխատավարձի բարձրացման պահանջով։ Ավելի քան 3400 չվերթ հետաձգվել է։ Գերմանական լրատվականները հաղորդում են, շուրջ 150 000 ուղևոր ստիպված է սպասել կամ փոխել պլանները։